Մի շատ կարևոր թեմայի մասին եմ ուզում խոսել ձեզ հետ։ Կան մարդիկ ասում են հովիվ ով ա, որ ինձ բացատրի Աստվածաշունչը։ Հենա ես կարդում եմ, Տերը իմ սիրտը կբացի, ես կհասկանամ, կարիք չկա ինչ-որ մեկը ինձ սովորացնի։ Լավ, եկեք Աստվածաշնչից հատված ընթերցեմ, մնացածը արդեն դուք կհասկանաք։ Կարդում ենք Գործք առաքելոց 8-րդ գլուխ 26-ից 39-րդ խոսքերը։ Փիլիպոսը եւ Եթովպիացի ներքինին եւ Տիրոջ հրեշտակը Փիլիպոսին ասաց. «Վեր կաց եւ Կեսորին մոտ գնա Երուսաղեմից Գազա իջնող ճանապարհով»։ Այն անապատ է, նա վեր կացավ, գնաց։ Ահա Եթովպիացի մի մարդ, որ ներքինի էր, եւ Եթովպիայի կանդակի թագուհու պաշտոնյաներից, որը նաեւ թագուհու գանձապահն էր, երկրպագության համար եկել էր Երուսաղեմ։ Վերադառնալիս իր կառքում նստած Եսայի մարգարեի գիրքն էր կարդում։ Հոգին Փիլիպոսին ասաց. «Առաջացիր եւ այդ կառքին մոտեցիր»։ Փիլիպոսը առաջ վազելով լսեց, որ Եսայի մարգարեությունից է կարդում, եւ հարցրեց. «Արդյոք հասկանում ես, թե ինչ ես կարդում»։ Իսկ նա պատասխանեց. «Ինչպես կկարողանամ, եթե մեկն ինձ չուղղորդի»։ Նա խնդրեց Փիլիպոսին, որ բարձրանա եւ նստի իր մոտ, եւ սա էր գրքի այն հատվածը, որ կարդում էր. «Իբրև ոչխար մորթվելու տարվեց, եւ իբրև գառ, որ լուր կանգնում է իրեն խուզողների առաջ, այդպես էլ նա իր բերանը չի բացում։ Նրա խոնարհության պատճառով նրա իրավունքը մերժվեց։ Ով պիտի նրա ցեղի մասին պատմի, քանի որ նրա կյանքը երկրից վերցվեց»։ Եկեք մի պահ կանգ առնենք, ձեզ հարց տամ, նորից շարունակենք ընթերցանությունը։ Ներքինին Եսայու որ հատվածից էր ընթերցում, եւ ներքինին Փիլիպոսին ասաց. «Խնդրում եմ քեզ, ում մասին է մարգարեն այս ասում, իր թե մեկ ուրիշի»։ Փիլիպոսը բաց արեց բերանը եւ սկսելով այս գրքից նրան ավետարանեց Հիսուսի մասին։ Ճանապարհով ընթանալիս մի ջրի մոտ հասան եւ ներքինին ասաց. «Ահա ջուր, ի՞նչն է ինձ արգելում, որ մկրտվեմ»։ Փիլիպոսը նրան պատասխանեց. «Եթե ամբողջ սրտով հավատում ես, կարող ես մկրտվել»։ Նա ասաց. «Հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսը Աստծո որդին է», եւ հրամայեց կառքը կանգնեցնել։ Փիլիպոսն ու ներքինին իջան ջուրը եւ նա մկրտեց ներքինուն։ Երբ ջրից դուրս եկան, Տիրոջ հոգին Փիլիպոսին հափշտակեց տարավ։ Ներքինին այլևս չտեսավ նրան, եւ նա ուրախությունից գնաց իր ճանապարհով։